Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։ Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը եւ կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը, Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում է իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։ Ապրիլի 14-ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց Սևան քաղաքի բիզնես կենտրոնում։ Իրազեկման հանդիպման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Գոհար Արաբաջյանը եւ Պետական եկամուտների կոմիտեի Սևանի թիվ 17 սպասարկման բաժնի պետ Վարդուհի Հովհաննիսյանը ներկայացրեցին իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը։ Ունենք որոշակի օրենսդրական փոփոխություններ, օրինակ միանվագործարկը եթե նախկինում 300,000 էր, հիմա մինչև 1 միլիոնը ենթակա չէ հայտարարագրման, ինչպես նաև ունենք որոշակի եկամտի տեսակներ չարկվող, որոնք չեն լրացվելու, այսինքն կարող են չլրացվել, ինչպես նաև եթե եկամուտը չհարկվող ստացել է հարազատից, այսինքն ծնող, զավակ, քույր, եղբայր, տատ, պապտոր, ապա դրանք նույնպես ենթակա չեն հայտարարագրման։ Իրազեկման հանդիպման ընթացքում բացի հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվությունից, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները ՊԵԿ լիազորությունների շրջանակներում անդրադարձան նաև առողջության համընդհանուր ապահովագրության մասին հարցերին։ Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից 18 առանց ընդմիջման։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են եւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։